Թող Աստված իմ կյանքս կտրե տա երեխուն, լրիվ։ Ես Ելենա Նազարյանն եմ, ապրում ենք Գյումրիում, ամուսնուս 3 անչափահաս երեխաներիս հետ, սկեսրարիս հետ, մեծ տղայիս մոտ Սաղաթելի մոտ, այն ծնված օրը վիրահատել են, ուներ սպինաբիֆիդա, այնուհետև հիդրոցեֆալիա են ունեցել, շունտավորվել է, հիմա ունի հիդրոնեֆրոզ, 10 տարվա ընթացքում ունեցել ենք 8 վիրահատություններ, հիմա պատրաստվում ենք մեծ վիրահատության, հիմա ողնաշարը գլուխը միասին պիտի վիրահատեն։ Մի ամիս առաջ խորը ցնցումներ ունեցավ Սաղաթելը, մի 3-4 ժամ ընդհանրապես չէր արձագանքում, շատ էինք վախեցել։ Ամեն րոպե մենք կարող ենք շատ վատ բան ունենալ, այս շունտն է մեզ փրկել, շունտի միջոցով է հեղուկը իջել ներքև։ Մենք իր կյանքը կախված է մազից։ Ամեն րոպե մենք վիրահատության սպասում ենք ամեն վայրկյան։ Պետք է փրկենք երեխուն, պետք է երեխեն ապրի։ Պետք է ապրի, ես դաժե կսեմ Սաղաթել, դու կան ուժեղ պետք է եղնես, որ դու պետք է քայլես, սաղ իմ դավատուց ես, որ պետք է քայլես։ Ու այդ երազանքս պետք է որ կատարվի։ Աստված ցելես կլսե։ Ես հաջողում եմ Գյումրու գեղարվեստական կենտրոնում երգում եմ հայրենասիրական երգեր, մասնակցել եմ շատ համերգների։ Ու այսքան դիպլոմ եմ տվել։ Երազում եմ երգիչ դառնամ։ Ուզենայի քայլեի, որ իմ եղբոր հետ դուրսը խաղայի։ Անհրաժեշտ է արհեստական կարծրանյութ, որպեսզի մենք կարողանանք և կպումների հնարավորությունը բացառենք, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանա կպումների հետ կապված, ողնուղեղը հյուսվածքներին չկպնի, և նաև ազատ տարածք տանք, որպեսզի հեղուկի ցիրկուլյացիան նորմալ ընթանա։ Շունտավորված երեխայի շունտը, որ վայրկյանին չաշխատեց, մահվան ռիսկ է իր մոտ ուղղակի։ Վիրահատությունը ընդհանուր առմամբ կատարվելու է պետպատվերի սահմաններում, անհրաժեշտ է լինելու մոտավորապես 3 հատ կարծրանյութ, ընդհանուր մինչև 1.5 միլիոն դրամի սահմաններում։ Այս պահին մեր համար առաջնային է, որ վիրահատության գումարը հավաքվի, որ կարողանանք վիրահատել ու այս պահին փրկենք Սաղաթելի կյանքը։ Շատ է եղել, հուսահատվել եմ, շատ է եղել, նեղվել եմ։ Բայց հենց որ տեսնում եմ Սաղաթելի աչքերը, ինձ ոնց որ ուշ տա այդ անեղ աչուկները։